Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ, այն նաև Հայաստանի ու Ադրբեջանի կողմից փաստացի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը իր հերթին Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի հանձնման մրցանակաբաշխության ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիևն էլ նշել է, որ ավելի քան 30 տարի պատերազմից հետո այժմ տարածաշրջանը ապրում է խաղաղության փուլում։ Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ, դա հատուկ զգացողություն է, նշել է Ալիևը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում հանդիպում է ունեցել Ալիևի հետ, հայտնել են կառավարությունից, կողմերը ողջունել են Վաշինգտոնում Ամերիկայի նախագահ Թրամփի հյուրընկալությամբ եւ վկայությամբ կայացած խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը։ Նրանք նշել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանման եւ առաջմղման կարեւորությունը երկկողմ ձևաչափով։ Փաշինյանը եւ Ալիևը քննարկել են TRIP-ի եւ այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։ Երկուստեք վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության ու կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ, համաձայնել պահպանել շփումները երկկողմ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով։ Աբու Դաբիում Փաշինյանը հանդիպում է ունեցել Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդել Սալամի հետ, կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի մրցանակին արժանանալու փաստը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության օրակարգին, ինչպես նաեւ կնպաստի տարածաշրջանում գործակցության ու կայունության ապահովման ուղղությամբ հետեւողական առաջընթացին։ Ֆրանսիայի Սենատը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին, այս մասին հայտնել է Մուրադ Փափազյանը։ Լորան Վոկեի ներկայացրած բանաձևին, որն առաջարկել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը, 183 ներկաներից ստացել է 183 կողմ ձայն։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից հացահատիկով բեռնված 8 վագոն է ուղարկվելու Հայաստան, հայտնել են ադրբեջանական լրատվականները։ Նշենք, որ Ռուսաստանից հացահատիկով բեռնված վերջին երկաթուղային վագոնները Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել փետրվարի 1-ին, իսկ մինչև օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 285 վագոն։ Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համատեքստում են ընտրել սիրիացիներին փոխանցելու տարբերակը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Սրփուհի Գալյանը, ի պատասխան այն հարցին, թե ինչ իրավական հիմքով եւ ինչ պայմանագրերի հիման վրա է կատարվել փոխանցումը եւ արդյոք իրեն դիմել են խնդրանքով փոխանակում իրականացնելու համար։ Հարցին, թե ինչու ընտրվեց հենց Թուրքիայի միջոցով փոխանցումը, Գալյանը նշել է, որ որևէ արգելք չկա, վստահաբար չկա որևէ արգելք, որևէ պետության միջոցով այդ փոխանցումը իրականացնելու համար։ Հայաստանում անկանխիկ գործարքներից հետ վճար ստացող կենսաթոշակառուների թիվն անցել է 400,000-ը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ավելացել է նաեւ միջին հետվճարի չափը։ Նախկինում 4100 դրամ հետվճարը դարձել է մոտավորապես 4400 դրամ։ Հունվարին նախատեսվում է, որ կարձանագրվի նաեւ հետվճարի տոկոսների ավելացում։ Էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել։ Դրանք լուծելու համար կառավարությունը նոր փոփոխություններ է նախատեսել։ 2026 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը պետք է բացառապես կնքվեն էլեկտրոնային տարբերակով։ Այդ նպատակով Հայաստանի քաղաքացիները պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտ եւ էլեկտրոնային ստորագրություն, այլապես չեն կարող աշխատել։ Որքան էլ փաստացի ժամանակ է տրվում քաղաքացիներին ID քարտ եւ էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար, քաղաքացիները դա թողնում են վերջին օրվան։ Արդյունքում հերթեր են առաջանում քարտեր ստանալու հետ կապված։ Խնդրի հետ կապված աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կդիմի ազգային ժողովին փոփոխություններ կատարելու համար։ Նախատեսվում է նաեւ ներդնել ID քարտերի նոր համակարգ, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն երկու անգամ ID քարտ ստանալ։ Վճարահաշվարկային տերմինալների միջոցով բժշկական ծառայությունների համար կատարված վճարումների դիմաց քաղաքացիներին պարտադիր կտրվի էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն է ստացել ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում։ Այդ վճարումները հնարավոր կլինի իրականացնել POS կամ բժշկական հաստատություններում դրված տերմինալների միջոցով։ Վճարային տերմինալների դեպքում նման հնարավորություն չկար,
Այդ ամբողջ տվյալները ծառայությունները հավաքելու են Արմեդում։ Եթե այս համակարգերը կան, իսկ կան, ձեր նախագիծը նաև դա է գալիս ապացուցելու, ապա եթե չեն լուծել մինչև ապահովագրական համակարգի գործարկումը, ապա վայրկյան առաջ պետք է այդ հարցը լուծեն։ Սա շատ վտանգավոր է, հատկապես այս համակարգի նկատմամբ մարդկանց մոտ հանկարծ չառաջանան որոշակի բացասական միտումներ, պակաս կարևոր չի այն քաղաքացու շահը, ով ում համար այդ ծառայությունը մատուցվում է։ Դա տեխնիկական հարց է եւ ինչպես պարոն Սյունյանը նշեց, նույնը եղել է դրոշմանիշային, չէ, վճարների հետ կապված, ես դա հիշում եմ։ Ուղղակի պետք է քաղաքացու կյանք ավելի հեշտացնել, ոչ թե թողնել, որպեսզի նա դիմումի հիման վրա դա հետո հետ ստանա, այլ ավտոմատ կերպով Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Արդարադատության նախարարության դիմաց պնդելով, որ գերակաշահ ճանաչված իրենց տները շուկայական գնով չեն գնահատվում։ Նրանց խոսքով այս հարցով բազմաթիվ նամակներ են գրել վարչապետին, տարբեր գերատեսչություններ, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանին։ Բնակիչների խոսքով սա ոչ թե մի քանի բնակչի ու մեկ թաղամասի, այլ տարբեր թաղամասերի բնակիչների խնդիր է։ Բոլոր այն թաղամասերում, որտեղ բնակիչների տները գերակաշահ են ճանաչվում, այս նույն մեխանիզմն է գործելու եւ մարդիկ նույն խնդիրների առաջ են կանգնելու։ Քանդելուց հետո դատական հայցը գնաց։ Շարունակվեց 5 տարի հետո վճիռը տվեցին, քեզ $100,000 էին տվել խոսքի օրինակ, 100,000 էլ ավելացնում են։ Բայց այդ կամպանիան, որ սնանկ ճանաչվեց, այդ բեռը ով է իր վրա վերցնելու, պետությունը, ինչի համար քո շահը ո՞րն է, որ դու այդ բեռի տակ ես մտնում։ Մենք առաջարկում ենք խումբ կազմեք, բան արեք, մենք բոլորս օգնենք այդ օրենքը նենց շտկեն, որ ում մոտ գերակաշահ որ թաղամասում այդան, մարդիկ ուրախանան, ասեն մեր վիճակը բարելավելու է։ Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր Տեր Գրիգորն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, հայտնելով, որ եկեղեցուց գողություն են կատարել։ Տեր Գրիգորը խնդրանքով դիմել է, ովքեր ճանաչում են այդ մարդուն, կապ հաստատեն իր հետ։ Մի խումբանձինք ստեղծելով հանցավոր խումբ եւ ձեռք բերելով ապօրինի զենք զինամթերք նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում եւ բնակարանային գողություններ։ Քրեական ոստիկանները բացահայտել են, կատարվել են մեծամասշտաբ խոզարկություններ, բացահայտվել է հանցավոր խումբ 10 անձ ձերբակալվել է։ Քննչական կոմիտեն հետաքննում է արտասահմանում գործող ահռելի փողերի լվացման եւ համակարգչային հափշտակության դեպքը առնվազն 410 միլիոն 853 հազար դրամի վնասի չափով։ Հանցավորները օգտագործել են կեղծ ներդրումային կայքեր եւ ստացված բանկային տվյալներ գումարներ հափշտակելու համար։ Մի անդամի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին, նախաքննությունը շարունակվում է։ Սպիտակ տանը Թրամփը հրաժարվել է պատասխանել ABC-ի լրագրողի հարցին ներքին եկամուտների ծառայության դեմ դատական հայց ներկայացնելու մասին, վիրավորելով նրան աղմկոտ լինելու համար։ Թրամփը ավելի վաղ դատի էր տվել ֆինանսների նախարարությանը եւ ներքին եկամուտների ծառայությանը, նրանց մեղադրելով իր առաջին ժամկետի հարկային հաշվետվությունների չարտոնված բացահայտման մեջ։ Թրամփը առնվազն $10 միլիարդ փոխհատուցում է պահանջում։ Նա միաժամանակ պնդել է, որ ABC-ն կեղծ լուրեր է տարածում։ Թրամփը ստորագրել է կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը, ավարտելով հունվարի 31-ից սկսված մասնակի շաթդաունը։ Օրինագիծը նախատեսում է դաշնային կառույցների աշխատանքի վերսկսում եւ դրանց ֆինանսավորում մինչեւ 26 թվականի սեպտեմբերի 30-ը։ Ավելի վաղ փաստաթուղթը փոքր առավելությամբ ընդունվել էր ներկայացուցիչների պալատում։ Ադրբեջանն ու Իսրայելը համաձայնագիր են ստորագրել գերհամակարգիչների եւ արհեստական բանականության ոլորտում գործակցության վերաբերյալ։ Փաստաթուղթը ներառում է քաղաքացիական արհեստական բանականության հավելվածների մշակումը, կադրերի պատրաստում եւ գիտական հետազոտություններ։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ողջունել է Ալիևին եւ նրան հրավիրել Երուսաղեմ։ Ամերիկայի զինված ուժերը Աբրահամ Լինքոլն ավիակիրին մոտեցած իրանական շահեդ 139 անօդաչու թռչող սարք են խոցել։ Ըստ լրատվականների տեղեկության, թռչող սարքը F-35 կործանիչի կողմից խոցվել է նույն այն ընթացքում, երբ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կազմակերպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ամերիկայի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության խոսնակ ռազմածովային ուժերի կապիտան Թիմ Հոքինսը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ն խոցվել է ինքնապաշտպանության եւ անձնակազմի սպառնացող վտանգը կանխելու համար։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին վկայակոչելով ռուսական ԱԹՍ-ների լայնածավալ վերջին հարձակումները ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների վրա, սպասում է Միացյալ Նահանգների գնահատական արձագանքին։
невелоракетних ударів. Մենք ակնկալում ենք ռուսական հարվածների հետ կապված ԱՄՆ-ի արձագանքը։ Դա Ամերիկայի առաջարկներ դադարեցնել էներգետիկ կառույցների վրա հարվածները դիվանագիտության այս ժամանակահատվածում եւ այս ցուրտ ձմեռային եղանակին։ Կար Թրամփի անձնական խնդրանքը։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը պատասխանել է այս խնդրանքին բալիստիկայի արձանագրությամբ։ Ռուսաստանին ԱՄՆ խնդրանքից 4 օրից էլ քիչ է անցել։ Սա շատ բան է ասում այն մասին, թե ինչ է Ռուսաստանը խոստանում կամ դեռ կարող է խոստանալ։ Ռուսաստանը ցանկանում է օգտվել ցրտից, քանի որ իրենց հարձակումներով չեն կարող գրավել Ուկրաինան։ Ռուսաստանի հարվածները պետք է պատասխան ստանան ամբողջ աշխարհի կողմից։ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին Սեյֆ ալ-Իսլամը սպանվել է արևմտյան Զինտան քաղաքում։ Ըստ ալ-Իսլամին մոտ կանգնած նրա աղբյուրների նրա վրա հարձակվել են անհայտ զինյալներ, այլ մանրամասներ չեն հրապարակվել։ Օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Կուբայում առաջին անգամ 0 աստիճան է գրանցվել։ Ռեկորդային ցածր ցուցանիշը գրանցվել է երկրի արևմտյան հատվածում Մատանսաս նահանգում։ Կուբայի արևմտյան եւ կենտրոնական շրջաներում գտնվող այլ օդերևութաբանական կայաններում գրանցվել է համապատասխանաբար 1-ից 5 աստիճան տաքություն։ Ճապոնիայում առատ տեղումներ են ձյան պատճառով 35 մարդ է մահացել, նրանց մի մասը մահացել է ձյուն մաքրելու ժամանակ տանիքներից ընկնելու պատճառով։ Որքան իրատեսական է, որ Ռուսաստանը մասնակցի TRIP նախագծին, որտեղ 74% մասնաբաժինը Միացյալ Նահանգներինն է, 26%-ը Հայաստանի կառավարությանը։ Նախ հիշենք, որ դեռևս 2020-ի նոյեմբերի 9-ին կնքված Երևան-Մոսկվա-Բաքու փաստաթղթով պիտի ապաշրջափակվեին տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը, եւ Հայաստանը պիտի երաշխավորեր Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը։ Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողություն իրականացնում են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմինները։ Այս փաստաթուղթը, սակայն, որ 2020-ին հաստատեցին 5 տարով, այլևս անկենսունակ է ժամկետն անց։ Նաև գերիների վերադարձ նախատեսող այս երակողմ հայտարարությունը ժամկետի մեջ էլ ըստ էության գործ չէր անում։ Հայաստանը համառորեն հրաժարվեց թույլ տալ, որ ռուսական FSB ուժերը գան, անկայվեն Հայաստանի տարածքում։ Եվ հաստատորեն այդ համաձայնագրի նոր կետը չիրագործվեց։ Մինչև այդ էլ բոլոր կետերը խախտվել էին պերմանենտ, այնպես չէր որ։ Մինչև այդ էլ իհարկե բոլոր կետերը խախտվել էին, բայց հիմա արդեն կարող ենք ասել, որ այդ համաձայնագիրը որևէ իրավաբանական ուժ չունի այլևս։ Հիմա Մոսկվան պատրաստակամություն հայտնելով միանալ TRIP-ին Երևանին առաջարկում է անցկացնել թեմատիկ խորհրդակցություններ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ։ Մենք հաստատում ենք պատրաստակամությունը ուսումնասիրելու նախագծին միանալու հնարավոր տարբերակները, այդ թվում ռուսական երկաթուղիների եզակի փորձառությունը հաշվի առնելով, բայց նախ եւ առաջ անհրաժեշտ է ծանոթանալ այս նախաձեռնության իրականացման եւ գործունեության բոլոր մանրամասներին։ Որքան մենք ենք հասկանում, այն գտնվում է սկզբնական փուլում։ Երևանն ըստ էության այս առաջարկը մերժել է, նշելով, որ ոչ Ռուսաստանի, ոչ էլ Թուրքիայի TRIP-ին մաս կազմելու հեռանկար չի տեսնում։ Հայկական կողմը սակայն նաև պնդում է անում, թե նպատակ չկա որևէ կերպ դուրս թողնել Ռուսաստանին։ Ռուսաստանը տարբեր ենթակառուցվածքներում ներկայություն ունի, նույն երկաթուղիներում եւ սա Ռուսաստանի համար եւս կրկին TRIP-ում ոչ, բայց TRIP-ի շարունակություն, TRIP-ին առնչվող ուրեմն այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է նաև ստեղծվել Ռուսաստանի Դաշնության համար։ TRIP-ին մոսկովյան մասնակցությունը մասնագետներն էլ հնարավոր չեն համարում։ Նահանգների սրտով չի լինի, չի համաձայնի։ Համարում են, որ TRIP-ը հենց Մոսկվային խաղից հանող նախագիծ է։ Ամերիկյան կողմը չի համաձայնվի դրան, որովհետև մի պարզ պատճառով TRIP-ը ստեղծվել է Ռուսաստանը շրջանցելու համար, դա մի նախագիծ է, որը որ նախատեսում է կենտրոնական Ասիայից բեռների տեղափոխում Ադրբեջանի եւ Հայաստանի միջոցով Թուրքիային տեղել Եվրոպան եւ որը որ պետք է շրջանցի Ռուսաստանը եւ Ռուսաստանին խցկել կամ ներգրավել այդ նախագծի մեջ անտրամաբանական է եւ նաեւ դա կտողպետարի այդ նախագիծը։ Բայց անուղղակի մասնակցություն ինչ որ առումով հնարավոր է։ Հայաստանը առաջարկել է Ռուսաստանին, որպեսզի կառուցվի երկաթգիծ, ասենք Իջևանից Ղազախ հատվածում, որով ադրբեջանական երկաթուղիները
ուղիղ կերպով կմիանան Հայաստանի երկաթուղիներին։ Իսկ Ադրբեջանից լրահոս են ուղարկում մեջլիսական Գուդրաթ Հասանգուլիևի խոսքը։ Բաքվից ասում են, մինչև Հայաստանում հերթական ընտրությունները, այսինքն մինչև հունիսին կարող են խաղաղության պայմանագիր կնքել, եւ դրա համար Հայաստանը պետք է պարտավորություն ստանձնի, որ իր նոր սահմանադրության մեջ տարածքային պահանջներ չեն լինի Ադրբեջանի նկատմամբ։ Մեջլիսականն ասել է նաեւ, Նախիջևանի զարգացումը արագացնելու համար բեռները պետք է Նախիջևան տեղափոխվեն երկաթուղով եւ պետք է Նախիջևան բեռներ տեղափոխվեն Հայաստանի միջոցով։ Այժմ Հայաստան բեռները տեղափոխվում են Ադրբեջանի միջոցով, Ադրբեջանը վառելիք է վաճառում Հայաստանին։ Եթե Հայաստան բեռները տեղափոխվում են Ադրբեջանի միջոցով, ապա կարծում եմ, որ Ադրբեջան բեռները նույնպես կարող են տեղափոխվել Հայաստանի միջոցով։ Մենք կարող ենք վերականգնել Ադրբեջանը Հայաստանի հետ կապող երկաթուղային գիծը, այդ թվում Սադարակ Երևան երկաթուղին։ Թուրքիայի եւ Հայաստանի միջև ճանապարհները մինչև մարտ բացելու հարցն էլ ըստ ադրբեջանցի падգամավորի հիմա քննարկվում է, իսկ Անկարան երբևէ չի էլ թաքցրել Երևանի հետ լավ հարաբերություններ կլինեն, եթե Երևանը լավ լինի Բաքվի հետ, իսկ Անկարան երբևէ չի էլ թաքցրել Երևանի հետ լավ հարաբերություններ կլինեն, եթե Երևանը լավ լինի Բաքվի հետ։ Տրանսպորտը արդեն մաքուր ճամփով կգնա։ Աբանի Աշխաբադի փողոցից արդեն գաշահոտը քիչ-քիչ վերանում է, 7 օր շարունակ այստեղ անտանելի վիճակ էր։ Դիտահորից դուրս եկող գոյաջրերն ամբողջ փողոցն էին ողողել։ Այսօր լրատվական ուշամշանքումը ներկայացրել էին, թե ինչ է կատարվում փողոցում ու թե ինչպես են գոյաջրերը գիշերը վերածվում սահադաշտի։ Որ պետք է անեիք, անեիք, էլի։ Ի վերջո Երևանի քաղաքապետի հանձնարարականով Ավան վարչական շրջանի ղեկավարի գլխավորությամբ Veolia ջուրընկերությունը գործի անցել։ Գարշահոտը պրծավ, հուսանք հիմնական պրծավ, էլի, ոչ թե ժամանակավոր։ Դե, կարևոր է ժամանակավորը չպրծեն, էլի, հիմնական։ Ընդհանրապես մի քանի ժամ ու դիտահորից դուրս եկող գոյաջրերի խնդիրը պատասխանատուները կարգավորել են, ինչը որ կարող էին անել մեկ շաբաթ առաջ ու քաղաքացիները ստիպված չէին լինի անցուդարձ անել այդ գոյաջրերի միջով։ Օդն էլ մաքրվավ։ Փետրվարի 4-ին Ողջաբերդ բնակավայրի առաջին փողոցում բախվել են 37-ամյա Սպարտակի Կիան ու 54-ամյա Ռաֆիկի Օփելը։ Բախման հետևանքով Կիան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հողամասում, Օփելի վարորդին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած Գառնու բժշկական ամբուլատորիայի բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Այ դու ծառին։ Բարեկները սահմանազատել են տարածքը վթարի մասին։ Տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Կոտայքի մարզային քննչական վարչության, Աբովյանի քննչական բաժին։ Փետրվարի 4-ին Մայրաքաղաքում Խանջան 19 հասցեի մոտ բախվել են 32-ամյա Էդուարդի Նիսսանը, 57-ամյա Խաշակի Տոյոտան, 66-ամյա Սլավիկի Լեքսուսը եւ 44-ամյա Հակոբի Վազ 2121-ը։ Երկու հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Ժամանել են հրշեջ փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Պարզվել է, որ Նիսսանի վարորդը եղել է ոչ ստավ, վարորդական իրավունքի վկայական էլ չի ունեցել։